տնտեսագիտության իրավաբանական բան է, որ մարդիկ օրենքները, որ առանց մեզ տեղեկացնելու օրենքներ են հանում, ու այդ օրենքները դրանք բոլորը հակա են մեր գործարարներին։ Եթե այդպիսով կարող են բյուջեն լցնել, ինչի չանեն, որ։ Դե գիտեք ինչ կա, հա, եթե նրանք, իրոք դուք շատ ճիշտ եք ասում, որտեղ եթե դուք ես վերջի անգամ օրենքը դուք երևի տեղյակ եք, ինչի համար է, որ եթե տուգանքների բանի դեպքում, ուրեմն առաջ մարդիկ կարային խոսքի օրինակ մինչև 24 թիվը կարային դատարան տային, դատարանը մի որոշ ժամանակ մի քանի տարի դատը պետքա քննարկեր, բան աներ, նրանց հետո մինչև եթե արդարացում է, եթե չէ, պետքա այդ ժամանակ դա տևում է մոտավորապես 5-ից 7 տարի։ Հիմա դուք նայեք ինչ օրենք է հանել։ Այս օրենքը արդեն որ հանել են։ Դատարան մտնելը պետք է վճարի տուգանք։ Այո, հիմա տեսեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Մենք դուք փողը հետ ես հələ տես բան չեմ տեսել, եթե պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան է։ Հիմա մնացած է, ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի ժամ, մի քանի օր կարելի ասել, կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկայինը կգցիկ, եթե այլ չես էլ հասնի, ինքը իր պոզիցիան դա նրանց հետո արդեն դուք այդ պրոցեսները պետք է կատարեք դատական միջոցներով։ Ճիշտ է, տենց չի։ Հիմա դուք նայեք ինչ է կատարվում։ Ժողովուրդը չի հասկացել ու ես հասկանում, որտեղ իրանց բացատրություն տվող չկա։ Հիմնականը տարիքով մարդիկ են, որը նրանք ասում են չի կարող պատահել մեր պետությունը մեր դեմ այդպիսի բան անել։ Բայց դուք ես ասում եմ, ես մի քիչ էլ դուք ինչպես գիտեք կանխատեսումներ անում եմ, իմ կանխատեսումները լինում են 100%-ով ու մեր բոլոր պայծառատեսից մի քիչ ավելի լավ եմ, այտենց ասում եմ, ես իմ ասածները դուք եթե մտնեք Գագիկ Ալավերդյան Facebook, ես ինչ ասում եմ 100%-ով լինում է։ Հիմա ես ասում եմ, որ ես մեր բոլոր հայ ժողովրդին, դուք մի նայեք, ես ձեզ ասում եմ, ու բոլորդ պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բունի։ Երկրորդ ձև դուք չունեք, եթե այս օրենք էլ հատուկ ձեր համար է, ու դա ոչ թե հիմնական փոքրին, այլ հիմնական մեծին է, որովհետև այդտեղ իրանք ասում